Եկեղեցու աթոռը զավթած Կտրիչ Ներսիսյանը, եթե 1% խիղճ ունի եւ գոնե իր կյանքի արշալույսին գոնե հասկանա, որ պետք է ինքը խավարան գնա, որպեսզի ինքը պարսավանքի չընթարկվի, պետք է լքի այդտեղ, որտեղ ինքը մեր ժողովրդի հավատի հետ, հայրաքելական եկեղեցու ավանդույթների հետ ոչ մի աղերս չունի։ Սրբազաններ, Սարգիս ջան, ապշում ես, ինչքան սրբազան ունեն տասնյակ, այդ անաստվածները սա ապօրինի ընտանիքներ ունեն։ Բոլորը Եպիսկոպոսատ ժողովը պետության կազմակերպման գործիքակազմից մեկն է, որը կայացել է Ավստրիայում, եւ ես պիտի ասեմ, որ եթե մեր պետության ղեկավարությունը հստակ մեսիջ դներ, կարող էին ոչ թե այնտեղ անել, այլ կարող էին նաև նույնիսկ համացանցի միջոցով այդպիսի ժողովներ ձեռնարկել։ Դա այսօր էլ գիտեք, մեր երկրում նորմալ է դարձել, ասենք Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է իրավագիտության դոկտոր, որը նախկինում եղել է նախարար։ Առնվազն 40 տարի այդ մարդու հիմնական մասնագիտությունը փեշակ է եղել կաշառք վերցնելը։ Եվ խոսում է եկեղեցուց, ես ինչքան գիտեմ ինքը նաև կնքված չի։ Մենք ունեցել ենք Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, որոնք նաև կնքված չեն եղել։